Դեկտեմբերի 9-ին մեկնարկել է սպասված իրադարձություններից մեկը Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը։ Բացմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Խաչատրյանի ջութակի կոնցերտը, որպես մենակատար հանդես է եկել Հայկ Կազազյանը։ Դիրիժորական վահանակի մոտ Ջանլուկա Մարչիանոն էր։ Երեկոյին հնչել է նաև Պյոտր Չայկովսկու հանրահայտ 5-րդ սիմֆոնիան։ Դեկտեմբերի 8-ին կայացել է վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարիպետական անսամբլի տարեվերջյան մենահամերգը։ Պարում է Պարիպետականը համերգային ծրագրում անսամբլը ներկայացրել է սիրված ու սպասված հին ու նոր պարային բեմադրություններ։ 2025 թվականի ընթացքում անսամբլը համերգային ծրագրերով հանդես է եկել Երևանում, մարզերում, ինչպես նաև հյուրախաղերի է մեկնել Ճապոնիայի Օսակա քաղաք։ Դեկտեմբերի 12-ին Երևանի Հրաչյա Աղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիսատեսը դիտել է Փարիզյան դատավճիռ ներկայացումը, գործի հեղինակը Պերճ Զեյթունցյանն է, բեմադրել է Արմեն Խանդիկյանը։ Բեմադրությունը նվիրված է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 1981 թվականին 4 երիտասարդ գրավում է Փարիզում թուրքական հյուպատոսարանը, պահանջելով պատմական արդարություն։ Դատավարությունն ի վերջո վերածվում է հարթակի, որտեղից բարձրաձայնվում է հայկական հարցը։ Պերճ Զեյթունցյան, Փարիզյան դատավճիռ, Ասսալա։ Դեկտեմբերի 8-ը նկարչի միջազգային օրն է, այդ օրը Հայաստանի նկարիչների միությունում կայացել է Սալոն 2025 ցուցահանդեսի բացումը։ Նկարիչների միջազգային օրվա առթիվ կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվել են միության անդամների աշխատանքները՝ գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ կիրառական արվեստ։ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորել է նկարիչներին մասնագիտական տոնի առթիվ։ Աջակիցները ստեղծագործողներին շնորհավորել են խորհրդանշական նվերներով։ Օպերային թատրոնում ամանորի գույներ են ու հեքիաթային տրամադրություն։ Թատրոնը եկել մկների թագավորին հաղթած մարդուկ ջարդուկը։ Օպերայի եւ բալետի թատրոնի արտիստները սիրված երաժշտական հեքիաթը անցնող շաբաթ ներկայացրել են 4 անգամ։ Չայկովսկու հրաշալի երաժշտությամբ ու հետաքրքիր բովանդակությամբ գործը բեմադրել է բալետմեյստեր Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կովտունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը առաջիկա շաբաթվա ընթացքում համերգային 3 երեկո կնվիրի հանդիսատեսին։ Դեկտեմբերի 15-ին Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում հանդիսատեսը կարող է ունկնդրել Դվորշակի թավջութակի կոնցերտը։ Այդ օրը Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն նաև Չայկովսկու քնած գեղեցկուհին սյուիտը եւ Ռոմեո եւ Ջուլիետ նախերգանք Ֆանտազիան։ Դեկտեմբերի 17-ի համերգային ծրագրում նվագախումբը կներկայացնի Սերգեյ Պրոկոֆիևի Դաշնամուրի կոնցերտը եւ հատվածներ Արամ Խաչատրյանի Սպարտակ Գայանե բալետներից։ Դեկտեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հովեր պետական կամերային երգչախմբի եւ մի անլուրջ համերգ խորագրով տարեվերջյան համերգը։ Երգչախմբից զգուշացնում են, եթե չեք սիրում անսովոր ծրագրեր եւ անլուրջ թեմաներ, բաց թողեք այս ծրագիրը, իսկ եթե կարող եք 1 ժամ դիմանալ երգչախմբի խայտաբղետ ու անհամադրելի խմբերքային անկարգություններին, ուրեմն անպայման եկեք։
Դեկտեմբերի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սիմֆոնիկ նոր տարի Խաչատրյան գումարած ջազ խորագրով համերգային նախագիծ կներկայացվի։ Պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Հայաստանի պետական ջազ նվագախումբը կկատարեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները եւ ամանորյա Սուրբ Ծննդյան մեղեդիներ ջազային մշակմամբ։ Տարեմուտին ընթառաջ օպերայի եւ բալետի ազգային թատրոնը առաջնախաղով հանդես կգա։ Հանդիսատեսին կներկայացվի Տիգրան Մանսուրյանի Ձյունե Թագուհին երկու գործողությամբ բալետը։ Այս օրերին ընթանում են վերջին փորձերը։ Պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 27-ին եւ 28-ին։ Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է ունկնդրելու տոնական մուլտֆիլմ հեքիաթային ծրագիրը։ Կհնչեն Անաստասիա, Ֆրոզեն, Մադագասկար, Մոանա եւ այլ սիրված մուլտֆիլմերի սաունդթրեքերը։ Ազգային ֆիլհարմոնիկի հետ հանդես կգան մանկական պատանեկան երգչախմբեր։